Բարի երեկո, եթերում օրդրատվականի հիմնական թողարկումն է եւ այսօր ծրագրում։ Իրադրությունն առաջնագծում Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը։ Հավերժության կողքին նաև հիշողություն։ Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի նախկին շենքից հիմա մնացել են միայն այս կարերը։ Ճարտարապետների առաջարկությամբ շինարարները դրանք տեղադրել են կանաչ գոտում։ Ասում են հարուստ անցյալն է, որ խրոխտեցվածքով պարտավորեցնում է քայլել դեպի լուսավոր ապագա։ Բացվել է Ստեփանակերտի Սարգիս եւ Ամալիա Կարապետյանների անվան հանրապետական բժշկական կենտրոնի հարակից պուրակը։ Ծրագիրը կյանքի է կոչվել ազգային բարերար Սամվել Կարապետյանի հովանավորությամբ։ Բարի գործի եւս մեկ հասցե։ Մարտունու շրջանի բազմազավակ ու սոցիալապես անապահով ընտանիքները Համլետ Վաչենանցի ուշադրության կենտրոնում են։ Ստեփանակերտում է Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի պատվիրակությունը, հանդիպումներ նախագահի նստավայրում ու խորհրդարանում։ Բոլոր ուժերն ուղղել Արցախի միջազգային ճանաչմանը։ Քաղաքագիտական միտքը շարունակում է վերլուծել քառորդդարյա պետականություն ունեցող երկրի անցածն ու ուրվագծել անելիքը։ Սեպտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդ հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 20 անգամ։ Այդ ընթացքում տարբեր դրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 200 գրակոց։ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն, խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների։ Ավարտվել են Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի տարածքի բարեկարգման աշխատանքները։ Նորակառույց պուրակում արդեն հանգստանում են ոչ միայն բուժվողներն ու բուժաշխատողները։ Ծրագիրը կյանքի է կոչվել ազգային բարերար Տաշիր հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանի հովանավորությամբ։ Պուրակի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև նախագահ Բակո Սահակյանը։ Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի բակում էին անգամ բուժվողները։ Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ներկայությամբ տեղի ունեցել նորակառույց պուրակի բացման հանդիսավոր արարողությունը։ Այն վստահվել է Մայրաքաղաքի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաներին։ Շինարարական եռուզեռի, փոշու եւ ճնշող հին շենքի մասին այստեղ արդեն մոռացել են։ Քաղաքաշինության նախարարի խոսքով զբոսնելու եւ հանգստանալու համար ստեղծված են բոլոր պայմանները։ Աշխատանքներն իրականացրել են տեղական ընկերությունները։ Առաջի հերթին դա մեր տեղական մուտքերն է ապահովում, այնուհետև մեր տեղական կազմակերպությունները արդեն հասել են այն մակարդակին, որ մեզ ավելորդ է արդեն այլ երկրներից կամ Հայաստանի Հանրապետությունից ներգրավել շինարարական կազմակերպություններ։ Մյուս կողմից տեղական աշխատատեղեր է ստեղծվում մեր հանրապետությունում։ Կանաչ գոտիների, նստարանների ու շատրվանների կողքին հանրապետական հիվանդանոցի բուժաշխատողների պատրաստակամությունն է։ Առողջապահության նախարարը վստահեցրել է, իր շենքային պայմաններով տարածաշրջանում առաջատար հիվանդանոցում գիտակցում են, պետք է տարեցտարի բարձրացնել բուժսպասարկման որակն ու հավատարիմ մնալ, արցախցին պետք է բուժվի Արցախում կարգախոսին։ Առողջապահության ոլորտին նման ուշադրությունն ավելի պարտավորեցնող է։ Հանրապետական բժշկական կենտրոնի շահագործումը նշանակալի քայլ էր առողջապահության համակարգի զարգացման, այդ ուղղությամբ երկրի իշխանությունների հռչակած եւ կյանքի կոչած բարեփոխումների քաղաքականության իրականացման ճանապարհին։ Հանրապետական բժշկական կենտրոնի շահագործմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության համակարգը թևակողել է նոր փուլ։ Իշնորհիվ արկա ժամանակակից սարքավորումների ու բարձրակարգ մասնագետների հնարավոր է դարձել Արցախի բնակչության բուժսպասարկումը հասցնել առավել բարձր մակարդակի։ Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի բակի բարեկարգումը համալիր ծրագրի մի մասն է։ Այն նույնպես կյանքի է կոչվել ազգային բարերար Տաշիր հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանի հովանավորությամբ։ Այս ծրագրի արժեքը 200 միլիոն դրամ է։ Ոչ թե իրեն, այլ ինքը բարերարն է շնորհակալ արցախցիներին։ Իր հասցեին հնչած խոսքերն էլ համարում է շռայլ։ Ասում է յուրաքանչյուրն իր հնարավորության սահմաններում պետք է բարեգործ լինի։ Կարապետյանը շարունակելու է բարեգործությունն Արցախում։ Դա իմ պարտքն է, մեր բոլորի պարտքն է։ Մշտական աջակցություն ցույց տալ եւ ես խոստանում եմ ավելի լուրջ աջակցությունով մասնակցել Արցախի կյանքում։ Շատ շնորհակալություն ձեզ։ Բժշկական կենտրոնի ընդհանուր բակի բարեկարգման աշխատանքները տևել են 9 ամիս։ Կապալառու ԱՇԿ1 ընկերությունը սև ժամկետներում է կառուցել պուրակը։ Ճարտարապետներ Հայրե Որդի Սարգսյաններն էլ փորձել են նորակառույց հիվանդանոցային շենքի կողքին նոր շունչ տեսնել։ Նախագիծն ընդունվել է, այն արդեն Մայրաքաղաքի մի փոքրիկ հատվածն է։ Կարծում եմ, որ ամեն հնարավորություն ստեղծել ենք, որպեսզի եւ հիվանդը եւ ացուները այստեղի իրենց
լավ զգայուն նստարաններ հանգստանալու համար լուսավորությունն է արված, իմիջիալոց բոլոր լուսավորություն, սկսած աղբամանների դուրս եկած լուսամփոփներով եւ ամեն ինչով դա բոլորը արվել է եւ նույնիսկ այս ավտոնշանները բոլորը մշակվել է մեր կողմից։ Պուրակի բացման հանդիսավոր արարողությունը հարստացրել են մշակութային միջոցառումները։ Հյուրերի համար կազմակերպվել է փոքրիկ շրջայց, որից հետո երկրի ղեկավարն ու ազգային բարերարը նորակառույց պուրակում տնկել են սոսենիներ։ Ծառատեսակը խորհրդանշում է հավերժություն։ Հավերժության կողքին նաև հիշողություն։ Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի նախկին շենքից հիմա մնացել են միայն այս կարերը։ Ճարտարապետների առաջարկությամբ շինարարները դրանք տեղադրել են կանաչ գոտում։ Ասում են հարուստ անցյալն է, որ խրոխտեցվածքով պարտավորեցնում է քայլել դեպի լուսավոր ապագա։ Նարեկ Սահակյան, Մերուժան Մարտիրոսյան, Մերուժան Հայրապետյան, Հրայր Ավետիսյան, օր։ Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի պատվիրակությանը քաղաքապետ Լյուկ Կարվոնասի գլխավորությամբ։ Քննարկվել են Ալֆորվիլի եւ Արցախի մի շարք քաղաքների փոխգործակցությանը վերաբերող հարցեր։ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ երկրի ղեկավարը կարևորել է նման համագործակցությունը, նշելով, որ կապերի ընդլայնման եւ խորացման համար առկա են բոլոր նախադրյալները։ Notre échange avec le président de la République du Haut-Karabakh Քննարկման ընթացքում մենք բացահայտեցինք մեր ընդհանուր կողմերը, որ կան հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների միջև, մասնավորապես դա ազատությունների համար պայքարն է, մասնավորապես դա մարդու իրավունքների հռչակագիրն է, որոնք որ ընդհանուր են մեր բոլորի համար եւ մենք կիսում ենք այդ նույն արժեհամակարգը։ Իհարկե խոսվեցին նաեւ այլ խնդիրների մասին եւ մասնավորապես համագործակցության ամրապնդման մասին խոսվեց Լեռնային Ղարաբաղի եւ Ֆրանսիայի միջև կապերի ամրապնդման մասին, ինչպես նաև համայնքների, քանի որ միայն քաղաքականություն չէ, միայն Ֆրանսիան պետք չէ ընկալել որպես միայն Մինսկի խմբի համանախագահ երկիր, այլ նաև համագործակցություն մշակութային եւ այլ հարցերում եւ համայնքների միջև կարող են լինել շատ հետաքրքիր կապեր։ Երբ եղան ապրիլյան դեպքերը, պետք է ասել, որ Ֆրանսիայում դա մեզ ցնցեց եւ մենք տեսանք, որ ոչ միայն օրինակ Ալֆորվիլ քաղաքի բնակիչները մտահոգ էին եւ փորձում էին ամեն կերպ աջակցել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, լինել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողքը, բայց նաեւ քաղաքական շրջանակները շատ մեծ ակտիվություն ցուցաբերեցին եւ ոչ միայն մեծամասնությունը, այլև փոքրամասնությունը, այսինքն ընդդիմությունը եւս այդ հարցում ընդհանուր են եւ փորձում էին իրենց աջակցությունը բերել եւ ես էլ հիմա երբ այստեղ եմ եւ այս հիանալի երկրում, որ ես նոր եմ բացահայտում, մենք պիտի քայլեր անենք, որպեսզի պաշտպանենք Արցախի անկախության իրավունքը։ Իհարկե կշարունակեմ քայլեր անել, ջանքեր չեմ խնայի, որպեսզի օգնեմ, աջակցեմ այն գործընթացին, որը կարող է բերել Լեռնային Ղարաբաղի խաղաղությանը եւ այս ժողովրդի խաղաղ ապրելու իրավունքի պաշտպանությանը, ինչպես նաեւ իմ գործընկերների հետ խորհրդարանում, սենատում անպայման նույն այդ ուղերձը կտամ, որպեսզի իրենք էլ միանան ինձ։ et je ferai en sorte que mes collègues au Parlement Ֆրանսիական Հանրապետության Սենատի անդամ Ալֆորվիլի քաղաքապետ Լյուկ Կարվոնասի գլխավորած պատվիրակությանն այսօր ընդունել է նաև Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը։ Ազգային ժողովի նախագահը բարձր է գնահատել ֆրանսիական խորհրդարանականների հետ կապերը, մասնավորապես Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի գործունեությունն Արցախին սատարելու հարցում։ Մեզ համար ազատությունը, մեր իրավունքներն ու անվտանգությունը պաշտպանելու միակ միջոցն է, ընդգծել է Աշոտ Ղուլյանը։ Սենատոր Լյուկ Կարվոնասը նշել է, որ Ֆրանսիային եւ Լեռնային Ղարաբաղի միավորումը ազատության ու անկախության ձգտումը եւ համոզմունք հայտնել, որ իրենց կհաջողի ընդլայնել համագործակցության շրջանակները։ Քննարկվել են Ադրբեջանա-Ղարաբաղյան հակամարտությանը, Ֆրանսիայի որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դերակատարությանը, խորհրդարանական դիվանագիտությանն առնչվող հարցեր։ Հանդիպմանը մասնակցում էին ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը, Դաշնակցություն խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը։ Պատվիրակությանն Արցախում ուղեկցում է Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի անդամ, Հայդատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը։ Հարավային Օսիայի Հանրապետությունում այսօր նշում են անկախության օրը։ Այդ արդիվ նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի Հանրապետության նախագահ Լեոնիդ Տիբիլովին։ Ուղերձում ասված է. Հարգելի Լեոնիդ Խարիտոնի, Արցախի Հանրապետության ժողովրդի իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ եւ Հարավային Օսիայի ողջ ժողովրդին անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ։ Հարավային Օսիան մեզ համար հանդիսանում է եղբայրական պետություն, որի հետ մենք ունենք շատ ընդհանրություններ պատմության, մշակույթի եւ մեր ժողովուրդների ավանդույթների մեջ։ Արցախում
Արցախում բարձր են գնահատում ձեր բարեկամությունը։ Անկախ պետականության կերտման ընթացքում Հարավային Օսիայի ժողովուրդն անցել է դժվարին ու փառավոր ուղի, ցուցաբերելով իսկական տոկունության եւ հերոսության օրինակ։ Մեկ անգամ եւս շնորհավորում եմ ձեզ մեծարգո Լեոնիդ Խարիտոնի եւ Հարավային Օսիայի ողջ ժողովրդին այս մեծ տոնի կապակցությամբ։ Խաղաղություն, բարգավաճում, հետագա հաջողություններ եղբայրական Հարավային Օսիային։ Իսկ Արցախում շարունակվում են հանրապետության հռչակման 25-ամյակին նվիրված միջոցառումները։ Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ։ Նախագահ Սահակյանը շնորհավորել է բոլոր պարգևատրվածներին, առանձնահատուկ նշելով մեր այն հայրենակիցների մասին, ովքեր մշտապես անգնահատելի աջակցություն են ցուցաբերում Արցախում սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման մեջ կարևոր նշանակություն ունեցող խոշոր ծրագրերի իրականացմանը։ Հենց մեր այդ ընկերների գործում մասնակցությամբ է մեզ հաջողվել վերափոխել տնտեսության մի շարք կարևորագույն ոլորտներ, մասնավորապես առողջապահությունը, կրթությունը, մշակույթը, արտադրական ենթակառուցվածքները եւ այլն։ Դրանք նախագծեր են, որոնք պահանջում էին հսկայական նյութական եւ ֆինանսական միջոցներ, եւ այն, ինչ այսօր ունենք այդ ոլորտներում, որոնք իրենց տեխնիկական հագեցվածությամբ եւ շենքային պայմաններով չեն զիջում նույնիսկ առաջատար երկրներին, դա նաեւ ձեր շնորհիվ է։ Իր ելույթում ընդգծել է Բակո Սահակյանը։ Նախագահը հատուկ մեծարել է նաեւ ԼՂՀ պետական պարգևների արժանացած Ռիո դե Ժանեյրոյում կայացած 31-րդ ամառային օլիմպիական խաղերում գերազանց արդյունքներ ցուցաբերած մարզիկներին, նշելով, որ նրանք բարձր են պահել հայ ժողովրդի պատիվը եւ դրսեւորել զինվորին վայել հայրենասիրություն, անձնվիրություն, համառություն ու տոկունություն։ Բոլորս մեծ հուզմունքով ենք դիտում այն պահը, երբ օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը պարգևատրման արարողության ժամանակ պատվոհարթակ բարձրացավ Արցախի հերոս ապրիլյան պատերազմում նահատակված Ռոբերտ Աբաջյանի լուսանկարը կրծքին։ Դա հերոսական ու խորհրդանշական քայլ էր, որն ամբողջ աշխարհին մեկ անգամ եւս ցույց տվեց, որ հայ ժողովուրդը միակամ է ու միասնական, որ մեր պայքարը եւ հաղթանակներն ընդհանուր են։ Մենք բոլորս հպարտանում ենք ձեզնով, ձեր հաջողություններով ու հաղթանակներով։ Իր ելույթում նշել է Բակո Սահակյանը։ Միջոցառմանը ներկայ էին ԼՂՀ ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայք Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք։ Սա հայրենիքի եւ հարազատ ժողովրդի հանդեպ ձեր ունեցած նշանակալի ծառայությունների գնահատանքն է, ձեր երկարամյա հայրենանվեր աշխատանքի արդյունքը։ Այդ պարգևներին դուք արժանացել եք Արցախի հանրապետության հռչակման 25-ամյակի կապակցությամբ։ Կարևոր ու շրջադարձային իրադարձություն, որը 1991 թվականի սեպտեմբերի 2-ին արմատապես փոխեց մեր ժողովրդի պատմության ընթացքն ու նրա հետագա զարգացման ուղին։ Դա բարդ ու դժվարին ճանապարհ էր, որը մենք պետք է անցնեինք բոլորս միասին, համախմբված ու միակամ, հաղթահարելով արկա դժվարություններն ու փորձությունները եւ կերտելով փայլուն հաղթանակներ։ Եվ այդ գործում մեծ է մեր ողջ ժողովրդի նրա քաջ զավակների ավանդը։ Հենց նրանց ազգանապատված ջանքերի ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ է, որ Արցախը այս բոլոր տարիների ընթացքում կարողացել է պաշտպանել իր ազատությունն ու անկախությունը, կայանալ ու զարգանալ, բարելավել մարդկանց կենսապայմանները, հնարավորություններ ստեղծել հետագա առաջընթացի համար։ Նախագահական նստավայրում կայացած պարգևատրման արարողության մասին պատմող տեսանյութը կներկայացնենք մեր վաղվա թողարկումներում։ Արցախի հանրապետության հռչակումը 25 տարի առաջ այլընտրանք չուներ, հաշվի առնելով այդ շրջանի ռազմաքաղաքական դրությունը։ Իսկ անցած տարիների ամենամեծ ձեռքբերումը քաղաքագետ Խաչիկ Գալստյանը համարում է անկախ Արցախի պահպանումն ու զարգացումը։ Նրա համոզմամբ այս պահին պետք է պարզապես ունեցածը գնահատել եւ բոլոր ուժերն ուղղել Արցախի հանրապետության միջազգային ճանաչմանը հասնելուն։ 25-ամյակը բավարար ժամանակ է հետահայաց գցելու ու նայելու ինչպիսի ճանապարհ ենք անցել, ինչպիսի ձեռքբերումներ, ինչպիսի մարտահրավերներ են այսօր կանգնած Արցախի պետականության առջև։ Ամենամեծ ձեռքբերումը ես որ տեսնում եմ, դա ազատ արցախցու գոյությունն է այս տարածաշրջանում։ Ես տեսնում եմ երիտասարդ սերունդ, ով հպարտ է իր հայրենիքով, ով հպարտ է ու կարճած է իր մայր հողին։ Ապրիլյան պատերազմը թույլ տվեց եւ ունեցած ձեռքբերումները գնահատել եւ թույլ կողմերը վերհանել։ Խաչիկ Գալստյանն Ադրբեջանա-Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի տրամաբանությունը նկատի ունի, անընդունելի է համարում բանակցությունների հիմքում փոխզիջումների գաղափարը դնելը։ Ապրիլյան պատերազմը մի ավելորդ անգամ էլ ապացուցեց, որ հակառակորդը ցանկացած զիջում օգտագործելու է որպես նոր դիրքերից նոր ուժերով ագրեսիա սկսելու հնարավորություն։ Ապրիլյան պատերազմը եկավ ցույց տալու, որ մենք Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման ուղիների հարցում դեռևս շատ անելիքներ ունենք։
Մենք երկար ժամանակ ընտրել ենք մի ճանապարհ, փորձում ենք փոխզիջումային տրամաբանության լույսի ներքո հիմնահարցի լուծման բանալին փնտրել եւ ապրիլյան պատերազմը եկավ ապացուցելու, որ դա փակուղի է։ Փորձը ցույց տվեց, որ փոխզիջումը որպես որոշումների ընդունման տրամաբանություն գոնե Ղարաբաղյան հիմնահարցի դեպքում չկիրառելի է, նա անարդյունավետ է։ Մասնավորապես, եթե հարցը դիտարկում ենք երկու սկզբունքների՝ տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքների համատեքստում, ուղղակի այստեղ խնդիրը լուծում չունի։ Փակուղուց դուրս գալու ելքը Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն է համարում։ Արցախը վաղուց արդեն ունի պետականության բոլոր ատրիբուտները եւ անցած 25 տարիների ոչ դյուրին ընթացքը, ոչ պատերազմ, ոչ խաղաղություն պայմաններում ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը միայն ավելի է մեծացնում պետականաշինության ճանապարհին այսօր ունեցած ձեռքբերումների արժեքը։ Պետության ատրիբուտներ, պետական իշխանության կայացած ու ձևավորված մարմիններ, ժողովրդի բավարար քաղաքական եւ իրավական ինքնագիտակցության աստիճան, ապրել եւ արարել անկախ պետականության սահմաններում։ Անկախ նրանից ճանաչված է թե ոչ, բայց այսօր փաստ է գոյություն ունի Արցախ աշխարհ իր անկախության բոլոր անհրաժեշտ ատրիբուտներով։ Կողք կողքի երկու հայկական հանրապետությունների արկայության փաստը խորթ չի հնչում քաղաքագետի ականջին։ Ի վերջո բազմաթիվ ազգեր կան, որ մեկից ավելի պետություններ են ձևավորել, երբեմն անգամ արհեստականորեն, դա համարելով ազդեցությունը մեծացնելու ճանապարհ, հակառակ երբեմն բարձրաձայնվող մտավախություններին վստահ է հարևանությամբ երկու հայկական հանրապետությունների գոյության փաստը ոչ թե կթուլացնի տարածաշրջանում հայկական գործոնի դերը, այլ միայն կուժեղացնի։ Ես դա բնական եմ համարում։ Ինչու, երբ որ մեր հարևան տարածաշրջանում, մեր հարևանությամբ կան 6 թուրքական պետություններ, ինչու մենք չենք կարող ունենալ երկու հայկական պետություն։ Էլ չեմ ասում, որ Արցախի հանրապետությունը ինքը կարող է մեծ խորհուրդ իր մեջ պարունակել համայն հայության հավաքական պետականությունը որպես մայր հայրենիքի փրկված մի օջախ, որտեղ կարելի է ողջ ռեսուրսը, ողջ ներուժը դնել այս գողտրիկ անկյունը հայրենիքի իսկապես բարգավաճ, իսկապես ծաղկուն, իսկապես զարգացած պետությունների շարքը համալրելու։ Ես կցանկանամ, որ այդ միանշանակությունը մեզ համար պարզվեր, ու մենք այսուհետ լծվենք միայն մեկ ճանապարհին՝ Արցախի անկախության միջազգային ճանաչման։ Նորեր Հովսեփյան, Հայկ Բաբայան, օր։ Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ ամյակի նվիրված Եղեռնից դեպի անկախության վերականգնում խորագրով ցուցահանդես է բացվել Ցեղասպանության թանգարան ինստիտուտում։ Ցուցադրության մեջ ներառված են հազվագյուտ համարվող պատմական դրոշներ, զինանշանային հորինվածքներ, որոնք պատրաստվել են 18-ից 20-րդ դարերի ազատագրական պայքարի տարիներին։ Ներկայացվել են նաև Եղեռնից հետո հայ որբերի ձեռքերով պատրաստած դրոշներն ու զինանշանները։ Ցուցանմուշների զգալի հավաքածուներն առաջին անգամ են ներկայացվել։ Ցուցահանդեսը կշարունակվի մինչև նոյեմբերի 1-ը։ Սա մեր ազգային նկարագիրն է, խտացված մեր ազգային պայքարի, ազատագրական պայքարի, իղձերի, հույզերի եւ ամենակարևորը սպասումի ամբողջացումն է, սպասում պետականության։ Այն իրերը, որ դուք կտեսնեք, յուրօրինակ կրիչներ են պետական խորհրդանշանների, որ մեր նախապապերը սերունդներ առաջ նկարել են, փակցրել են, դրոշմել են, դրվագել են տարբեր կրիչների վրա՝ մետաղ, փայտ, թուղթ եւ այլն։ Դա եղել է սպասումի մի յուրօրինակ զգացում, որը մենք ցավոք սրտի չենք կարող ժամանակի մեքենայի միջոցով գնալ եւ զգալ ժամանակի շունչը, բայց այս ցուցադրությունը պետք է օգնի բոլորիս, որպեսզի տեսնենք, թե նախորդ սերունդները ինչ արժեքի էին ձգտում, ինչ զոհողությունների էին գնում։ Այո, զոհողությունների։ Մեծագույն զոհողությունը եղավ Մեծ Եղեռնը։ Մեծ Եղեռնի զոհողությունները նաև այդ պետականության կերտմանը ինչ որտեղ մասն էր կազմում, որովհետև զոհվածների մեծ մասը նույնպես ունեն այդ իղձը ապրելու ազատ անկախ Հայաստանում։ Անդիան խորհրդարանը, որն անդիան երկրների Չիլիի, Բոլիվիայի, Պերուի, Էկվադորի եւ Կոլումբիայի համայնքի ղեկավար մարմինն է, միաձայն ընդունել է հայոց ցեղասպանություն ճանաչող բանաձև։ Ինչպես հաղորդում է Armen Press-ը, վկայակոչելով Պրենսը Արմենիա, խորհրդարանի նիստը տեղի ունեցել սեպտեմբերի 17-ին Մոնտեվիդեոյում։ Նախագիծը հեղինակել է անդիան խորհրդարանի Էկվադորի ներկայացուցիչ Պեդրո դե լա Կրուզը։
Բանաձևում ասվում է, որ 2016 թվականի ապրիլի 24-ին 101-րդ տարելիցն էր հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության, որն իրագործվել է 1915-ից 1923 թվականներին Օսմանյան կայսրությունում եւ խլել 1.5 միլիոն մարդու կյանք։ Բանաձևը շեշտում է դատապարտել տարբեր համայնքների եւ ժողովուրդների դեմ իրականացված միջազգային հանցագործությունները, ճանաչել 1915-ից 1923 թվականներին Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից ծրագրավորված հայոց ցեղասպանությունը եւ համերաշխություն հայտնել հայ ժողովրդին ու ցեղասպանության զոհերի ժառանգներին, դատապարտել ցանկացած ժխտողական քաղաքականություն ուղղված հայոց ցեղասպանությանը։ Բանաձևը ենթադրում է հորդորել միջազգային հանրությանը ճանաչել հայ ժողովրդի ցեղասպանությունը որպես պատմական փաստ եւ աջակցել ճշմարտության ու արդարության փնտրտուքին։ Հանրահայտ երգչուհի Շերը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում ողջունելով հայոց ցեղասպանության նվիրված խոստումը ֆիլմը։ Երկար ենք սպասել այս ֆիլմին, Էրիկ, ես հպարտ եմ, քրքը հպարտ կլիներ։ Դուք հնարավորություն տվեցիք աշխարհասփյուր հայերին լսելի դարձնելու իրենց ձայնը, գրել է Շերը։ Հիշեցնեմ, որ Քրիստիան Բեյլի, Շարլոտ Լեբլոնի եւ Օսկար Այզեկի գլխավոր դերակատարմամբ ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է սեպտեմբերի 11-ին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում։ Ֆիլմի թրեյլերը պրեմիերայից 2 օր անց արդեն ավելի քան 1.5 միլիոն օնլայն դիտում է ունեցել։ Բան Կի Մունը կոչ է արել ողջ աշխարհում սեպտեմբերի 21-ին խաղաղության միջազգային օրը վայր դնել զենքերը։ Տոնի արդիվ ուղերձում նա մասնավորապես նշել է. ամեն տարի խաղաղության միջազգային օրը ՄԱԿ-ը բոլոր պատերազմող կողմերին կոչ է անում վայր դնել զենքերն ու 24 ժամ հրադադար պահպանել ողջ աշխարհով մեկ։ Բայց խաղաղությունը միայն զենքերը վայր դնելը չէ։ Խաղաղություն հաստատել նշանակում է ստեղծել այնպիսի միջազգային հասարակություն, որտեղ մարդիկ չեն տառապի աղքատությունից եւ իրար հետ կկիսեն բոլոր բարիքները։ Սա նշանակում է ապրել եւ զարգանալ միասին, աջակցել միմյանց մի մեծ համընդհանուր ընտանիքի նման։ Այս տարվա խաղաղության միջազգային օրը նշանավորվում է կայուն զարգացման 17 նպատակով, որպես խաղաղություն ստեղծող հիմնաքարեր։ Մարտունու շրջանը կարծես արդեն գտել է կայուն զարգացման իր կարևոր բաղադրիչներից մեկը։ Ռուսաստանաբնակ գործարար բարերար Համլետ Վաչենանցը 2010 թվականից է աջակցում Մարտունու շրջանի բնակչությանը։ Վերջին 6 տարվա ընթացքում բարերարի նվիրատվությունները բնակարանաշինությունից մինչև դրամական խոշոր օգնությունների տեսքով են արտահայտվել։ Ուշադրության կենտրոնում հիմնականում բազմազավակ ու սոցիալապես անապահով ընտանիքներն են։ Բարերարի հետ երեք հանդիպել են իմ գործընկերները։ Բարերար Համլետ Վաչենանցի ներդրումը մեծ է շրջանի բարգավաճման ու զարգացման գործում։ Մարտունու շրջի վարչակազմի պատասխանատուների հետ հանդիպմանը խոսվել են բարերարի հովանավորությամբ ոչ միայն իրականացրած, այլև նախատեսվող աշխատանքներից։ Շրջանի զարգացման գործում ուրույն ավանդի համար շրջվարչակազմի ղեկավար Կարեն Թոմասյանը գործարարին է հանձնել շնորհակալագիր։ Մի քանի տարի է ինչ ինքը իր բարեգործություններն է իրականացնում եւ այսօր ինքը հերթական բարեգործությունն է իրականացրել շրջանում, ապահովելով 3 բազմազավակ ընտանիքների կենցաղային տեխնիկայով եւ կենցաղային եւ տնային գույքով, որով որ անհրաժեշտ էր այդ ընտանիքներին։ Համլետ Վաչենանցի ուշադրության կենտրոնում է հատկապես շրջանի բազմազավակ ու սոցիալապես անապահով ընտանիքների խնդիրները, այնպես որ Պարավաթումբի համայնքնրա երեկվա այցը պատահական չէր։ Գյուղում ապրող Համբարձումյանների ընտանիքում 9 զավակ է մեծանում, 6 տղա եւ 3 աղջիկ, սոցիալապես ծանր վիճակում են։ Բարերարը որոշեց այցելել ու անձամբ ծանոթանալ ընտանիքի օգսերին։ Ես իսկական չի պատկերացնում, բայց իմ աշխով տեսա, որ պետքա ես այսօրվանից պիտի մեր համայնքը ընկերներով բանով հավաքվենք, որպես անենք անհանարին, որպես այդ երեխաներին այս վիճակից հանվի։ Տան հյուրասենյակում տեղ գտած այս սեղանը, աթոռները, բազմոցները Համլետ Վաչենանցի բարեգործության արդյունքն է։ Մի քանի օր առաջ են տեղադրել։ Մինչ այդ 11 շնչից բաղկացած այս ընտանիքի անդամները միասին նստելու եւ ընթրելու հնարավորություն չունեին։ Вещи передачи весь то вещь приехал китапендан, стоит телевизор իշի։ Շնորհակալում վեստի օգնություն էին անում։ Ստոլներ, հա, կահույք, դիվան, կարավատներ տվալ։ Մանկական կարավատներ։ Մի հատ շփայտ կային տվա մանկական էլ հատի։ Ընտանիքի հայրը մշտական աշխատանք չունի։ Օրվա հացը վաստակում է օրավարձու աշխատանքի միջոցով։ Դա միակ կայուն եկամուտը երեխաների նպաստն է։ Կենցաղային պայմանների մասին արդեն ավելորդ է խոսելը։ Փոքրիկ Մերուժանն ու Գորը նույնիսկ քնելու համար տեղ չունեին։ Մանկական երկհարկանի այս մահճակալը բարերարի կողմից իսկական նվեր էր։ Ես երկրորդ հարկը զանգում եմ։
Մարիամն էլ այսուհետ կարող է առանց ամաչելու ընկերուհիներին հրավիրել տուն, նստելու համար արդեն ոչ միայն աթոռ, այլև բասկաթոռ ունեն։ Հին աթոռներ էլի նստում ենք։ Իսկ հիմա կարող ենք հանգիստ հյուրեր ընդունել եւ առիթներ նշել։ Համլետ Վաչենանցի կողմից Համբարձումյանների ընտանիքը նաև դրամական օգնություն ստացավ։ Բարերարի հոգացության ներքո են գտնում նաև Շեխերում եւ Թաղավարտում ապրող բազմազավակ ու սոցիալապես անապահով եւս երկու ընտանիք։ Ես եկել մի հատ ընկեր ունեմ Կարեն Վիլենի Ղազարյանը, երկուսի կողմից որոշել ենք այդ երեք ընտանիքներին աջակցել։ Թե կահավորանքի, թե ասենք երեխեքի հագցնելու, թե սննդի տեսակետից ամեն ուղղությամբ պիտի աշխատել։ Համար մենք պիտի մեր յուրաքանչյուր մի լոման օգտագործենք, որպես երեխաների վիճակը թեթևացնենք, որ երեխան իմանա, որ կան մարդիկ, որոնք իրաց հետ են, թեկուզ գտնվելով հայրենիքից դուրս։ Գործարարը վստահեցնում է, առաջիկայում մեծ ուշադրություն են հատկացնելու հատկապես բազմազավակ ընտանիքների խնդիրների լուծմանը։ Գենադի Երեմյան, Հայկ Բաբայան, օր։ Ստեփանակերտը ներկայացնող աղոհացով ուրախների եւ հնարամիտների ակումբի թիմը Կրասնոդարյան կենտրոնական լիգայի կիսաեզրափակիչ խաղը հաղթահարելուց հետո անցավ եզրափակիչ փուլ։ Արցախի թիմը Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքների 10 թիմերի հետ պայքարում էր 6 եզրափակիչ ուղեգրի համար։ Մինչ այդ թիմը հաղթահարել էր նաեւ Կրասնոդարի կենտրոնական լիգայի 1/8, 1/4 մրցութային փուլերը։ Եզրափակիչ խաղը տեղի կունենա նոյեմբերին։ Թիմի տղաներն այս հաղթանակը նվիրում են Հայաստանի Հանրապետության անկախության եւ ԼՂՀ հռչակման 25-ամյակներին։ Այսօրվա համար նախատեսել ենք այսքանը։ Խաղաղ գիշեր եմ մաղթում եւ մինչ նոր հանդիպում։